Թրամփի և Էփշտեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքից անհետացել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված նյութերից առնվազն 16-ը, գրում է Associated Press-ը։ Անհետացած փաստաթղթերի մեծ մասը լուսանկարներ են, դրանցից մեկում պատկերված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Էփշտեյնի, իր կնոջ Մելանիա Թրամփի և Էփշտեյնի օգնական Գիսլեյն Մաքսուելի հետ, որը 2022 թվականին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման անչափահասների սեռական շահագործման նպատակով վաճառքի համար։ Մյուս լուսանկարների մեծ մասում, ինչպես գրում է The New York Times-ը, երևում էր մերսման սենյակը Նյու Յորքում գտնվող Էփշտեյնի առանձնատան 3-րդ հարկում, որտեղ ենթադրաբար ֆինանսիստը կատարում էր իր հանցագործությունները։ Երբ ծրագրողները ուշադրություն դարձրին Թրամփի հետ լուսանկարի անհետացման վրա, լուսանկարը կրկին հասանելի դարձավ նախարարության կայքում, սակայն միայն հղումով, ֆայլերի ցանկում այն գտնել հնարավոր չէ։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել 16 ֆայլերի, այդ թվում Թրամփի լուսանկարի անհետացումը։ Միայն հայտնել է, որ նյութերը շարունակում են ստուգվել և խմբագրվել օրենքով նախատեսված նախազգուշական նկատառումներով։ Էփշտեյնի գործող բոլոր նյութերը հրապարակելուն ԱՄՆ իշխանություններին պարտավորեցրել էր Կոնգրեսը։ Դրանք պետք է հրապարակված լինեին մինչև դեկտեմբերի 19, սակայն այդ ժամկետին նախարարությունը հրապարակեց միայն մի մասը։ Վարչությունը դա բացատրել էր նյութերի մեծ ծավալով և զոհերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ խմբագրմամբ։ Ռեզուրտը նշում է, որ Թրամփը, որը երկար տարիներ ընկերական հարաբերություններ ուներ Էփշտեյնի հետ, կասկածելիորեն գրեթե չի հիշատակվում հրապարակված նյութում։